Դու պահագը չես, դու այն մյուս տղեն չես, դու յուղի նորմալ տղա ես, մի արա տենց բան, իրանք ոչ գեղ ունեն, ոչ պապ ունեն, ոչ բեղ ունեն։ Գիտեք Կալուգայի Սամոյի տանես երեխեն, որ արքետիպային կերպարն է, այն որ տղերք են էլ, որ ոչ առանձնապես շատ հումոր են ունենում, ոչ առանձնապես շատ մտավոր ունակություններ են ունենում, ոչ առանձնապես ֆիզիկապես են ուժեղ ելնում կամ առնական են ելնում առհասարակ, բայց քանի որ իրանց պապան կամ պապայի աղբերը շատ փող է ունենում, շրջապատը իրանց սկսում է համոզել, որ իրանք շատ առնական են, շատ ուժեղ են, շատ խելացի են ու շատ լավ հումոր ունեն, ու իրանք էլ դրան լրջորեն հավատում են ու դուրս են գալիս մեծասպարես ու մեկ էլ հանկարծ հասկանում են, որ իրականում քյոսա են, որ իրականում ընդհանրապես հումոր չունեն ու մտավոր ունակություններից էլ խիստ կաղում են։ Բալիկ ջան, դու կասես ինչ թղթերով ես բանակից ազատվել, ես քեզ կտանեմ մեր գեղը ցույց կտամ։ Ու որ քեզ շատ խելոք պահես ու տարիներ անց վերջապես բեղեր աճացնես, ցույց կտամ նաև այդ բեղերը թրաշելու ձևը, բալիկ ջան։ Պապու մասին էլ, իմ պապը դպրոցի տնօրենն էր, մեր գեղի, ոչ թե ձերոնց պես գեղերի դպրոցների վրա ավել հոսանքի փող գրող։ Բժշկի թղթերը ցույց կտաս, կտենանք ինչ հոդվածներով ես բանակից ազատվել։ Եթե մեջը մտավոր ինչ-որ մի բան կա, էլ չեմ խոսա քո մասին։ Եթե չկա, պատրաստվի։